Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք իրավապաշտպան, լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանին։ Բարև ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Տիկին Ալեքսանյան, իշխանական падգամավոր Հայկ Սարգսյանը փոփոխություններ է առաջարկում պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում, որոնց ընդունման դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան վճարել 15 միլիոն դրամ եւ ծառայել 6 ամիս կամ վճարել 20 միլիոն դրամ ու 1 ամիս ծառայել։ Ինչպես է գնահատում այս փոփոխությունները եւ ինչ հետևանքների կբախվեն, եթե դրանք ընդունվեն։ Գիտեք, կարծեմ նաեւ այդ արդեն Հայկ Սարգսյանն էլ ասեց, սահմանափակ իրավունքով ծառայության մասին ասեց։ Հիվանդությունների քանակն է կրճատվում։ Այսինքն, այո, հիվանդներին շարունակելու են տանել բանակ։ Արդեն օրինականացված, մինչև էլ գիտեք Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ կալյասկայով էլ պետք է ծառայեն եւ այլն, չէ՞ ինչ որ։ Այո, նման հայտարարություններ եղել էին։ Այս իշխանությունը մտածում է միայն ինչպես փող աշխատի, որտեղից ինչքան փող աշխատի։ Եվ այդ Հայկ Սարգսյանը այդ բերել էր, մենք իր հետ նույնիսկ բանավիճել ենք, ուրեմն օրինականացնում են կոռուպցիան բանակում։ Ես այսպես եմ հասկանում, եթե մարդը կարող է փող տա եւ ուրեմն չծառայի, իսկ ով պետք է ծառայի։ Հիմա ես ձեզ բերեմ օրինակ, այս վերջերս նրանք մեզ դիմում են շատ մտավոր հետամնացությամբ տառապող տղաների ընտանիքներ, որոնց զորակոչել են բանակ։ Վերջին 1-2 տարում։ Հենց չես 1 տարուն եմ ասում, որովհետև մեր նախաձեռնությամբ 19 թվականին արդեն Տոնոյանը, երբ որ նախարար էր, կառավարություն տարավ մի օրինագիծ, հաստատվեց, որ մտավոր հետամնացները այլևս չեն ծառայելու բանակում, որտեղ նրանց ստորացնում են այնտեղ, հասկանում եք, ծաղրում են, ստորացնում են եւ մենք մի դեպքով կարողացանք դա ցույց տալ եւ այդ օրինագիծը կառավարությունը հաստատել էր։ Հիմա նորից տանում են բանակ։ Քանի որ ոչ Պապիկյանը, ոչ Նիկոլ Փաշինյանին չի կարող դարապես զինվորը մարդը հետաքրքրել, ես հիմա մեզ մի առնվազն 3 ընտանիք ազանգել մտավոր հետամնացության ու վերջին դեպքը պատմեմ, որը կարճ չի ես ներկայացնեմ, հրամանատարը զորամասերից մեկում տեսնում է, որ զինվորը ոչ ադեկվատ վարք է դրսևորում։ Ու գիտեք, ամեն հրամանատար չի, որ նորմալ կվերաբերվի այդ ձևի դեպքում։ Եվ բայց ես շատ կուզենայի սեղմել այդ հրամանատարի ձեռքը իրոք, որը մտահոգվելով, տեսնելով, որ նա չի կարող ծառայի, ուղարկել է, որ նա նորից հանձնաժողով անցնի եւ ասել է, որ ինքը չի կարող ծառայի բանակում։ Ինքը հայտարարել ու զորակոչել։ Ակն է, դա բոլորովին վերջերս ա եղել, ես ձեզ ասեմ, ինքը ազատվեց այդ տղային հանձնաժողովը ազատել է բանակից եւ երևի 1 ամիս առաջ է ասա, որ հետեւողական, ես շնորհակալ եմ մի գրասենյակ Անդրանիկ Եղոյանին, որի հետ մենք համատեղ ես խնդիրները ասում եմ, ինքը փորձում էր կարգավորել եւ բայց մեզ դիմում են անընդհատ, դա սոցիալապես ծանր ընտանիքի զավակ էր, որ ապրելու ոչ մի միջոց չունեն, եւ հենց այդ շերտին է խփում այս օրինագիծը, այս նախագիծը, ով է Հայկ Սարգսյանը, падգամավոր հասկանում եմ, բայց ամեն ինչ անում է, չէ, իրենք ապահովված եւ այլն, եւ իսկ ինչի եք ուզում այդպես անեք, ինչի եք հիվանդ զինվորներին բանակ տանում։ Այսքան այս փոփոխությունները ավելի կշատանան։ Այո, եւ իրանք տանում են հիվանդներին։ Հիմա այս մեկի մասին մենք իմացանք, այն երկուսի մասին իմացանք, բայց այդ ձևի տանում են հարյուրավորներ։ Եվ մենք ունենք այն դեպքը, որ ծեծել էին հրամանատարներ, հենց նսեմացրել տղային այդ Յուրիկ Բրոյանի հայտնի դեպքը եւ նա այդ երակներն էր կտրել այդ ծեծի վայլեն եւ ծանր հետևանք թողեց նրա առողջության վրա։ Հասկանում եք, բայց նրանք չեն մտածում մարդու մասին, նրանք մտածում են փող բերեն անընդհատ, թե ինչ գնով, մենք տեսնում ենք, չէ, հարկեր են բարձրացնում, տուգանքներ ավելի, այսինքն ամբողջ օրը իրենց ուղեղը, միտքը կենտրոնացած է դրա վրա։ Ինձ համար անընդունելի։ Բացառապես ֆինանսական շարժառիթն է այստեղ։ Այո, այստեղ էլ հա, միտում Հայկ Սարգսյանը չգիտեմ ինչ է մտածել, հարուստները չպետք է ծառայեն։ Բյուջե կհոսի այս գումարները, ասում ասեն ցենեն ծախսում են այս գումարները նման մարդիկ։ Գիտեք ինչ, թող օրինակներ բերի, քանի թող վիճակագրություն բերի, տվյալներ բերի, որ մենք տեսնենք, համոզվենք, որ ինքը ճիշտ է ասում։ Իրենց օթի մեջ արված հայտարարություններ ինձ համար չեն կարող հիմք լինել։
Եվ գիտեք ինչ, այդ հիվանդները ինչպես պետք է սահմանը պահեն մեր, հարցը սա է, են էլ այս սահմանը, այս անվտանգության խնդիրները, որ ամեն օր կրակում են, չէ, ու ասում են ոչինչ, որ կրակում են, իրենք ասում են ոչինչ, որ կրակում են, Հայաստանի դեմ չեն, հա, իսկ նաև միտում տեսնում եք, որ հենց նման մարդկանցով են սահմանային անվտանգությունը գիտեք, ես մտահոգված եմ այդ հարցերով, այո, տեսնում եք ամեն դեպքում, այո, դա շատ մտահոգիչ է, թե այդ մեր սահմանային ով է պահում մեր սահմանը, եթե իրենք այսպիսի առաջարկներ են անում, անմիջապես դա է գալիս իմ գլխին, որ Տիկին Ալեքսանյան, առաջարկվող փոփոխությունները հիմնավորվում է զինծառայությունն ավելի գրավիչ դարձնելու, գործող զինվորականներին ավելի բարձր աշխատավարձով ապահովելու փաստարկով։ Ըստ ձեզ որքանով դա կհաջողվի իրականացնել, եւ մենք չենք բախվի մի իրավիճակի, երբ մարդիկ օրինակ վարկեր կվերցնեն, իրենց ունեցած-չունեցածը կվաճառեն, որպեսզի երեխաներին ազատեն զինծառայությունից, հաշվի առնելով վերջին տարիներին ստեղծված իրողությունները։ Գիտեք ինչ, ես չեմ հավատում իրանց այդ հայտարարություններին ընդհանրապես։ Եթե դուք կարող եք եկաք ու ոստիկանությունը ընդլայնեցիք, աշխատավարձները կրկնապատկեցիք, կեռապատկեցիք, որ ձեր պաշտպանությամբ զբաղվի։ Բոլոր ուժայինների։ Եվ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, իսկ հիմա բանակի համար թե դուք ինչ եք անելու, ինչ աշխատավարձ եք բարձրացնելու, մենք ոչ մի թափանցիկ գործընթաց չենք տեսնում առհասարակ։ Ու մեկ էլ գալիս են ինչ որ օրինագծերը, բարձր որ անցկացնելու են, ասենք, ոնց են հանրապետականներ ամեն ինչ, նույնը իրանք, ոչ մի տարբերություն այդ օրենքները, բայց ինչքանով է դա ծառայելու, այստեղ ես խիստ կասկածում եմ, որ դա գրավիչ է դարձնելու ծառայությունը, դրանով չեն գրավիչ դարձնում այն ծառայությունը։ Սոցիալական հավասարությունը կնկրծվի դեպքում։ Ամբողջությամբ ասում եմ սոցիալապես անապահով շերտը մնում է անպաշտպան, չեմ ասում, որ հենց իրանց հետ ոնց են վարվում բանակում, այդ միջավայրը ինչպիսին է, այնտեղ ներսում այդ սոցիալական անհավասարությունը, այդ անարդարությունը ընդգծված է, չէ։ Իհարկե։ Փոխանակ սրա մասին մտածել, ինչի մասին են մտածում։ Իսկ ինչ եք կարծում, եթե օրինակ նման օրինագից նախորդ իշխանության օրոք դրվեր շրջանառության մեջ ՀՀԿ-ական падգամավորներից մեկի կողմից, ինչպես դրան արձագանքեր ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին դուք անձամբ ճանաչում եք։ Դե Նիկոլ Փաշինյանի այսպես ասած սպառվեց իր ամբողջ ունակությունը նախկինների այդ հանրապետականների կամ մյուսների իրենք անցել են իրանց բազմակի անգամներ եւ այդ ռեսուրսը իրանց շատ սուղ է հիմա նորից ուզում են գեներացնեն նորից ամենը անընդհատ եւ նույնիսկ են իր այդ հիսերիան ազգային ժողովում այդ դրան էր էլի փորձում էր այդ հիսերիայով բանով էլի գեներացներ նախկիններ ներկաներ թեման բայց ոնց որ թե մարդիկ ավելի շատ իրանց վրա են հիմա կենտրոնացած, քան նախկինների, այսինքն իրանք այնքան վատ իրանց պահեցին, որ նախկինների մասին իրոք մոռանում ես, այսինքն իրենք այնքան արտառոց այս վարքը, հասկանում եք, այդ օրինակ այդ միջադեպը, այդ կնոջը համբալ ասելը Սպառնալից ժեստեր ցույց տալը։ Հա, դրանք հետո մեկնաբանում համբերություններ հատել վարչապետի։ Բանտերը ԱԱՑ-ի падվալները կտանեմ, եզակի դեմքով է ասում ինքը անձամբ կտանի։ Դա իր հոգեբանությունն է, դուք չկարծեք թե ինքը այդ հենց նենց ասում է։ Ինքը իրոք այդպես է մտածում։ Հետո հայտարարում է, որ ես չեմ միջամտում դատական համակարգին։ Հա, բայց ինքն է որոշում ամեն ինչ։ Ես նույնիսկ որ այսօր լսում եմ այդ ելույթները, մտածում եմ երևի ինքն է խմբագրում թե ինչ գրեն, ինչ ասեն, ինչ չասեն։ Դրանք ասում են SMS-ներով ուղարկում են падգամավորներին ելույթները, գուցե հենց ինքը։ Հա, կարող է, Հայկ Կոնջորյանն էլ կարող է դա անի, որտեվ ինքը այնքան ծառայամիտ է, ասենք դժվար է, Չեխովի հերոսներից էլ այնտեղ լավ ունի կերպարներ, այդ ինքն էլ կարա խմբագրի, լավ, Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում մերժելի է շատ ու մենք տեսնում ենք այդ ինչքան շատ է այդ մերժումը ուզում ասեմ հասարակությունն էլ արդեն չի ընդունում կարծես թե վերջին ընտրությունները դա շատ մերժելի վարքագիծ է չի նշանակում դու այդ համբալը ասելով ու գիտեք ու տեսնում եմ ասենք հետևում նստած արդարադատության նախարար կառավարության անդամները ու հետո արձագանքները թե ասենք ինչպիսին են այդտեղի մասնակիցների օրինակ արդարադատության նախարարը ասեց դա սադրանք էր եւ վերջ ասենք փորձում ամեն կերպ արդարացնել ենթադրենք դա սադրանք էր
բայց այդ բառապաշարը ոնց կարելի է ամեն մեկը իր ոճի մեջ է, չէ՞ դա ասում, իր տրամաբանության, իր հոգեկերտվածքի եւ իր այսինքն այդ բառերը, որ ասում են։ Ես պատկերացնում ԿՊ այդ իրենց ժողովների ժամանակ ոնց է դիմում, ասենք, եթե հանկարծ տենց հիստերիա էլի լինի, մի խոսքով ցածրորակ, չափազանց ցածրորակ միջավայր է ազգային ժողովում եւ նույնիսկ շատ լրագրողների վրա է շատ հարկացել, որ ուրեմն այդ միջադեպից հետո Ալեն Սիմոնյանին էին հարցեր ուղում, որ գնահատական էին ուզում Ալեն Սիմոնյանից, նա թվում է մարդու absurd ուղակի մի հատ, ուզում եմ ասեմ այդ զամկնուտի կրուգա դարել իրանց այդ մեկը մյուսին փոխ լրացնում է։ Փոխ լրացնում են լրիվ շատ խայտարակ իրենք ինձ թվում է զգում են որ իրենց մերժված լինելը շատ։ Հիմա իշխանությունը կորցնելու վախն է սա բացառապես։ Ինչը կորցնելու։ Իշխանությունը կորցնելու վախի դրսևորումներն են։ Չեմ կարող ասել, ամեն դեպքում իրանք այդ նախընտրական թեմայով, այս նախկիններ ներկաներ թեմայով եւ ամենազավեշտալին է, որ նախկինները մասնակցում են շատ բուրըն մասնակցություն, այսինքն կայանում է, ոնց որ փոխհամաձայնեցված ինչ որ մի բան լինի։ Շատերը պնդում են մեկը մյուսին փոխ լրացնում են։ Հա, դրիվ տրամաբանություն, այդ տրամադրությունը դա է։ Դե սա է իրանց տրենդը այդ նախընտրական արշավի, որտեվ այդքան ստել էլ չի կարա Նիկոլ Փաշինյան, արդեն ստել է 7 տարի, հիմա նույն բանն է պետքա ստի, սա ավելի գտել են, որ սա է երևի միակ ճանապարհը եւ ուղին տեսարաններ շարունակ դեպի խրամ, դեպի տաճար։ Տիկին Ալեքսանյանի սկսեց հայտնի է օրինակ աշխարհի որևէ այլ երկիր, որը գոնե ինքն իրեն ժողովրդավարական է համարում, հռչակում, որի վարչապետը խորհրդարանի ամբիոնից նման բառապաշար է օգտագործում եւ նման սպառնալիքներ հնչեցնում падգամավորներին։ Դե գիտեք, չէ, այսպես չգիտեմ բառացի գուցե կան, ասենք Միջին Ասիայում ժողովրդավարական երկրներում դա չի կարող լինել ուղղակի։ Օրինակ ինչպես պետք է արձագանքեն, եթե նման իրավապահ մարմիններ է տվյալ երկրների, եթե վարչապետը նման պահվածք դրսևորեր։ Դատախազը, գլխավոր դատախազն էլ է շատ ծիծաղելի վիճակում հայտնվել։ Երբ որ ասում է օրինակ Ալեն Սիմոնյանը թքեց հանցակազմի բացակայություն շեշտում, հետո անդադ ասում է այդ քաղաքական հայտարարությունները չեն մեկնաբանում, երբ որ դրա մասին չի խոսքը, էլի այլ բանի մասին է խոսքը։ Դե գիտեք ինչ, դե պետք է մեր երկրում ոչ մի համակարգ չի գործում։ Ամբողջը ապականեցին այս համակարգերը, չնայած նախկինում էլ չէր գործի, չեմ ասում, որ նախկինում այդ գործելու էր, բայց ամեն դեպքում գոնե նման բացահայտ ձևով չէր տեղի բացահայտ, որ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ կարելի է, ինքն էլ է տենց մտածում, երբ որ ասում է ձեզ գցելու եմ պատվալները կամ կնոջ նկատմամբ այդ անհարգալից ասենք այդ վերաբերմունքը, համբալներ, չգիտեմ, այս բառապաշարը, ասենք, էլի։ Այդ բառը կարծես իրենց իշխանությունը շատ է սիրում, հայրները անգամ վարորդներին իրենց անվանել։ Շփվում են, էլի, այդ բառապաշարով։ Չբացառենք։ Դե գիտեք, ոչ մի ժողովրդավարության մասին ինքը չի էլ կրում այդ արժեքները իր մեջ Նիկոլ Փաշինյանը։ Ինք բացառապես չի կրում, ինքը կարա, ասենք, համամենակ մնա իշխանության այդ Բելարուս ոնց է կոչվում այդ միութենական պետություն։ Հա, պետության դրան է կհամաձայնվի, սովետի էլ, չգիտեմ, ինքը հենց այդ հոգեբանությունը եւ այդ մտածողությունը ունի էլի։ Դե որ հիմա գնաց, ասենք, այդ շքերթին նստեց Լուկաշենկոյի կողքը, ոնց ուզում իր հետ խոսում է, ոնց ուզում իր եւ այստեղի ճղճղոցները, որ բան են ասում Ռուսաստանին կամ չեմ գնա Բելարուս, քանի Լուկաշենկոն է նախագահը։ Ահա որը, ասենք Նիկոլ Փաշինյանը ռուս-թուրքական այդ բանի կրողն է։ Դուք են արևմտամետ իրենց հայտարարածները, որ իրան, ասենք, պաշտպանում են, բայց դուք ուրեմն դուք եք պաշտպանում այդ ռուս-թուրքական, դուք եք դա պաշտպանում։ Մենք ուրիշ տրամաբանություն չենք տեսնում, թե ինչ քաղաքականություն է վարվում։ Ես այսօր լսում էի, որ 2 օրից ավել Թուրքիայի քաղաքացիներ են արդեն Հայաստանում, պաշտոնական տվյալներ էի լսում միգրացիայի վարչության 285 ոնց որ քաղաքացիությունը ձեռք բերել Հայաստանի կամ դպրոցներում մի բան տեսանյութ, որ
որ ինչ լավն են եղել թուրքերը եւ ծնողը բողոքում էր թե դասատուի դա էլ են ցույց տալիս թե քարոզներական հայտ մենք ենք մեղավոր եղել որ մեզ ցեղասպանել են շատ ակտիվ տարածում էր քարոզչական թեզը այդ բանը հա այդ մի խոսքով այդ բանն են կրում ոչ թե արևմտամետ Եվրոմիություն ծիծաղելի է ուղղակի Նիկոլ Փաշինյանին կապել դա անդիմությունն է ասում որ արևմտյան ուժերը ու ես չգիտեմ ինչի գիտեք ինչի է այդպես ասում որ իրենք իրենց չբացահայտեն քան որ իրանք էլ չէ այդպես ռուսահպատակ են իրենց մտածողությամբ հոգեբանությամբ ասենք ինչի են իրանք մնում այդ նույն դերի մեջ որտեվ նույն արժեքների կրողն են ինչ որ իշխանություն են էլ ընդդիմություն է այսպես ասեմ Ես անդրադառնանք նաև Հայաստանում իրենց արևմտամետ հռչակած ուժերի գործողություններին, մասնավորապես Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խմբակային ծեծին, եւ թաղապետն ու իր ենթակաները ուղիղ եթերում ակտիվիստին ծեծի էին ենթարկում, ինչպես է գնահատում այս միջադեպը եւ հատկապես այն իրողությունը, որ սա իրականացնում է մի ուժի ներկայացուցիչների կողմից, որը մեզ բոլորիս եվրոպական ապագա է խոստանում, ավելին իրենց թիմակիցներն էլ հպարտանում են այս ամեն ինչով, մասնավորապես մեջբերեմ, ինչպես իսկական հայ տղամարդիկ։ Ահա Ես հիմա մի բան էլ կպատմեմ։ Դա ես բանդիտիզմ եմ որպես գնահատում։ Դա բանդիտիզմ է, թաղապետարանում, հասկանում եք, մարդ 10 հոգով հարձակվեն մեկի վրա ու բռունցքներով տենց հարվածներ հասցնել։ Ուղիղ եթերում։ Ուղիղ եթերում, այսինքն այդ թողտվությունը, պատկերացնում եք, եւ ես հիմա էլ որ լսում եմ Արամ Սարգսյանի հարցազրույցին, շատ գոհ է, ինքն էլ է շատ գոհ, չտա տենց չի ասում։ Բայց չի դատապարտում, չի ուզում, որ դրան ինքը ասում է թող իրավապահ մարմինները դրանով զբաղվեն, բայց ինքը, այսինքն ռեակցիան իրա դու տեսնում ես դրան, թե որ լավ են արել։ Ու հիմա 2 օր առաջ լսեցի, ասում է դա ինքնապաշտպանություն է եղել, այսինքն որակումներ է տալ ինքը, կամ հուշում է։ Եվ սա քաղաքական շահերի հետևանք է, այսինքն մենք գիտենք դա շատ լավ։ Երևան քաղաքի ընտրություններում եւ այլն պատասխանատվության ենթարկվի, ապա կխզեն կոալիցիոն հուշագիրը։ Բայց ասենք, գիտեք, այդ Բուչայա գնացել, ոնց որ մի հատ ինչ դա սովորական, գիտեք, մարդկային ինչ որ մի բան պետք է լիներ, բայց այդ քո Բուչա գնացողը, որը բռնարար է, ինչի իրենց ինքը գնացել Բուչա։ Եկել է Բուչայից տեղա Բուչա սարքում, չեմ հասկանում, այսինքն ինչ է ինքը հասկացել այդ այցից որ գնացել է, որ գլոբալ քաղաքականության կենտրոնում էր իրան դարձրել։ Եվ ուզում եմ Անի Խաչատրյանին հավատացեք, ես այդ իր բառերը որ լսեցի, իսկական տղամարդիկ եւ հայ տղամարդիկ, ես չէի հիշում, որ 2004 թվականին, երբ որ Քոչարյանական այդ խմբերն էին ջարդել Հանրապետություն կուսակցության գրասենյակը, ապրիլի 11-12-ին։ Այո։ Եվ ես Երբ որ գրասենյակը փակել էր Արամ Սարգսյանը, երբ որ բացեցին, ես այստեղ աշխատում եմ Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչի հետ, այդ 2004-ի բռնություններով, եւ մենք միասին գնացել այդ գրասենյակը տեսել ենք ինչ վիճակ էր, եւ իմացա ես Անի Խաչատրյանի մասին, որ նրան տարել են ոստիկանություն եւ նրանից շատ վատ են իր հետ վարվել եւ այնտեղ տեղեկություններ չի եղել։ Հիմա այս դեպքը որ եղավ, չէ, ես չէի հիշում, որ այդ նույն աղջկա մասին է խոսքը։ Եվ ես ոչ միայն ես մասնագիտությամբ լրագրող եմ եւ գրել եմ հոդված, աշխատում էի Armenian Now այդ միջազգային կայքում, հրապարակել եմ այնտեղ, որը շատ մեծ արձագանք է ստացել եւ մտել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցի։ Անի Խաչատրյանին ես հետևողականների են զբաղվել եւ գտել եմ, որ իրան թաքցնում են ինչ-որ միտեղ եւ ես գնացել եմ այդ տեղը եւ այդ հարցազրույցում ենք արել ենք իր մորաքրոջ տանը եւ այլն։ Ու որ հիմա կարող էր այդ տարիներից 20 տարի անց ինքը բռնության երաշխավոր, իրան բռնության է ենթարկել ոստիկանությունում եւ այլն եւ այլն։ Եվ հիմա ինքը կարող է բռնությունը դիտի որպես ուրեմն ժամանակել են հայ տղամարդիկ հետո ինչ որ ոստիկանի համազգեստով այն ինչ տարբերություն ով ինչ համազգեստով է լինում շատ ինչի մասին է ձեր դիտարկման պես երկակի արժեքները վկայում իրենց որ կիրառում են նույն Անի Խաչատրյանի դրվագով դե այդ հավատարմությունն է Արամ Սարգսյանը ես հիմա տեսա Արամ Սարգսյանի կերպարը լրիվ փոխված եւ ինքը ուրիշ կերպ հանդես գալիս միշտ նախկինում ունեցել եմ հարգանք
բայց այս դեպքից հետո ես տեսնում եմ Կոների դեպքում մտածում ենք, որ ինքը այդ արժեքների ինքը արդեն իրեն իշխանության կրող էր համարում, ունկեցվածքի մեջ դա է ավելի շատ իշխանության, այսինքն այդ բացատրությունները իր անհեթեթ են ուղղակի ինքնապաշտպանությունը եւ այդ ռուսական քաղաքականության այդ դա լրիվ ծիծաղելի է, դա լուրջ չի, եթե ինքը իրեն լուրջ քաղաքական գործիչ է համարում եւ համարում է էլի այդպես, ուրեմն դա ոչ ոք լուրջ չընդունեց, բայց իրականում մնաց ամեն ինչը անհետևանք, նրանք չեն դատապարտվել, նրանք մեղմ քրեական գործահարույց մեղմ հոդված ծեծվողին ավելի խիստ հոդվածով ծեծվողին ավելի սա Նիկոլ Փաշինյանի արդարադատությունն է ժողովրդավարության այո բայց հա ինքը էլի ինքն է ասենց որոշում երևի հոդվածները ինքն է հուշում Ես հենց ուզում եմ նաև հանրապետություն կուսակցության արդարացումներին անդրադառնալ իրենք մի բան եմ ավելացնում իրենք արևմտյան քաղաքակրթության հետ ասենց որևէ եզր չունեն հասկանում եք Ոչ մեկը այդ ներկայացողներից իրենք հարմարվողական իշխանությանը հպատակ եւ ծառայող նաեւ իրանք շահերը իհարկե ինչպես տեսանք տանում Արամ Սարգսյանը որ ինքը իր տեղը ունի եւ չի այնտեղ լրագրողը մի հարց տվեց իրեն ասեց որ Ալեն Սիմոնյանը կարծում է որ պետքա դատապարտվի ոչ քրեական գործ այսինքն պետքա հրաժարական տա հա ինքը ասում է մենք տարբեր կարծիքներ ունենք, այսինքն ինքը իրան դնում է այդ ի պաշտոնե ազգային ժողովի իշխանության կրող է այո, տարբեր կարծիքներ են, դրանք տարբեր են, բայց չի հրաժարվում ինքը իր կարծիքից։ Հասկանում եք, ես տեսնում եմ, որ այստեղ ուրիշ արդեն հարաբերություններ են իշխանությունների հետ այդ հավասարը հավասարին, այդ ընտրական գործընթացներին նախապատրաստվելիս, ով ինչ պիտի զիջի, ինքը չի զիջի, այն ինչ որ ու այդ ասենք մարդը, որը կարող է դուրս գալ ձեր բռունցքներով, խփի տգետ է հաստատ, ուրիշ բառ դու չես կարող իր մասին օգտագործել։ Կրթվելու կարիք ունի։ Ահա, կրթությունը նորաձև է, օրինակ իր համար է, էլի որ գնա։ Օգտիմի Աննա Հակոբյանը մեջ չգիտեմ, քարոզում են, որ բռնությունը դատապարտելի է, թե չէ, իհարկե, ինչ ծրագիր ունի ծանոթ չեմ, Աննա Հակոբյանը։ Այդպես, ուզում եմ ասեմ, այդ արևմտյան ուժեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են արևմտամետ ասենք կամ այն քաղաքակրթությունը, որը մարդկային է, որը մարդու համար է։ Դա է առաջին հերթին էս նման կերպ նույն արևմտյան արժեքները։ Եվ այսպիսի բացահայտ, լկտիաբար, ուրեմն այդ Լիլիթ Աղեկյանին կալանավորել են, պատկերացնում եք, գիշերանոցով, չգիտեմ, հողաթափերով, խոշտանգել են տեսախցիկների առաջ։ Եվ տարել են այդ նսեմացնելով, ասենք, գիտեք, շատ են այդ դեպքերը, կուզեի ես մասին է խոսեինք, ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը, երբ որ բռնության մասին հաղորդում է ստանում, ինքը անմիջապես հերքում է, մի անգամից 5 րոպեում, բայց ինչի ես հերքում, եթե դու քննություն չես արել, Ճիշտ է, քննություն անելուց հետո էլ են հերքում, ինչպես Տիգրան Ուլուբաբյանի դեպքով էր։ Բայց նախապես ծածկած հիմա բացահայտ մարդը ծեծում է, բռնություն է գործադրում։ Ինչ պիտի մտածի քաղաքացին ձեր մասին առհասարակ։ Եվ ոստիկաններքին գործերի նախարարության այս պահվածքը ես հասկանում եմ, որ բռնությունը կիրառելը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դեպքերով Ուրեմն դա Նիկոլ Փաշինյանի առաջնահերթությունն է եւ ինքն է որոշում։ Սա քաղաքական որոշում է, ես այդպես եմ հասկանում, երբ ներքին գործերի նախարարությունը մի անգամից հերքում է, երբ որ տեսանյութ կա, հասկանում ես, դու տեսնում ես, որ նա գիշերազգեստով չեն թողել։ Եվ սա առաջի դեպքը չի։ Այո։ Ես շատ են դեպքեր, որ տանում են ոստիկանությունում մերկացնում են, ես հիմա չգիտեմ Լիլիթի դեպքում ինչ են արել, բայց ասել է, չէ, ինչպես փաստաբանն է պնդում, այդ ոստիկանը, որը ասել է, որ տեսախցիկների առաջ։ Տեսախցիկների առաջ, ասենք այդ այլասեռություն եմ համարում, ներքին գործերի նախարարությունը պետք է տեսնի այդ այլասեռությունը ոստիկանների շրջանում Դա կար նաև Վովա Գասպարյանի օրոք այդ հայոյել այլասեռությունը, սա այլասեռություն է, այս իշխանության օրոք շատ կրկնվող։ Ես կարող եմ պոլիգրաֆի դեպքերը ասել, երբ որ այդ երիտասարդ տղաներին տարել, մերկացրել եւ նսեմացրել էին, իրենք ինձ պատմել են, բայց ես չեմ կարող դա պատմել։
Արժանապատվությունը նսեմացնող սարսափելի վարվեցողություն, սարսափելի։ Եվ հերքում ես ով պիտի հավատա, ինչու եք մեր քաղաքացիներին այդքան վատ վերաբերվում։ Ինչի համար։ Մարդը տանում եք, ինչ ուզում հետևոնց վարվում եք ու հետո պնդում եք ձեր սուտը, չէ՞ որ նրանք մեր երկրի մեր քաղաքացիներն են։ Ինչի՞ եք տենց ատում։ Եվ այո, ատելության մասին էլ ասեմ, որ իշխանությունները ատում են այս ժողովրդին։ Այն ինչ անում են ժողովրդի դեմ է։ Ինչ խոսում են, դա ժողովրդի դեմ է։ Նիկոլ Փաշինյանը այնքան իր մեջ ատելությունը շատացել է, ինքը նույնիսկ չկարողանում ժպտալ։ Դիվային ծիծաղներ ենք մեկ-մեկ տեսնում։ Ինքն էլ է ատում ժողովրդին։ Հա, իհարկե, ատելությունը է անդադ, որտեվ հիմա ինչքան մերժեն, իրեն այնքան ատելությունը պետք է ոչ թե ինքը փոխանակ հրաժարական տակ գնա, ինքը հա պետքա ուրեմն ընդհակառակ մարտնչող այսպես վերարտադրվի, կողքից էլ ասեն այդ ամբողջ թիմը, որտեղ չունեն վերարտադրվելու։ Դուք նշում եք, որ ոստիկանները եւ արդարադատության համակարգը ամեն կերպ հերքում են, երբ որ խնդիրների մասին եք բարձրաձայնում։ Ես պաշտոնական հաղորդագրությունների հիմք ընդունելով եմ դա ասում։ Երբ նախորդ ամիս դուք Նուբարաշենում դատապարտյալների զանգվածային ջարդի մասին բարձրաձայնեցիք, մեծ աղմուկ բարձրացավ, տարբեր պաշտոնյաներ, եթե չհերքեցին, անգամ փորձեցին գոնե ավելի մեղմ ներկայացնել իրավիճակը, քան դուք էիք ներկայացրել։ Այս առումով տեղեկություններ ունեք, այս պահին ինչ իրավիճակ է տիրում Նուբարաշենում եւ գոնե բարձրաձայնված խնդիրները լուծելու ինչ-որ բան արվել է թե ոչ։ Գիտեք ինչ, քրեական գործ է հարուցվել եւ ես որքան հասկանում եմ, դա հենց դատապարտյալների դեմ է այդ քրեական գործը։ Ցավոք սրտի մենք հիմա հնարավորություն չունենք փաստաբան տրամադրել ցմահ դատապարտյալներին, չնայած գիտեմ, որ նրանց մեջ նաեւ դժողներ են ճանաչվել, բայց չգիտեմ գործի ընթացքը բնականաբար փակ համակարգ է, իրենց օգտին ալինելու եւ ես ամեն ինչ պետք է անեմ, որ որևէ փաստաբան մասնակցի այդ գործի քննությանը, որևէ մեկը պաշտպանի այդ դատապարտյալներին, ցմահ դատապարտյալներին, գիտեք նրանք 30 տարի միջև բանտում, մենք վաղուց իրենց մեջ իրենց մեղքը, իրենց արած, իրենք գիտեք գիտակցել են, զղջացել են խորապես։ Այնտեղ մարդիկ են, որոնք իրենց ինքնակրթությամբ են զբաղվում, որոնք գրքեր են գրում, որ չգիտեմ, եւ անընդհատ այսպես վատ ներկայացնելը դնելով, եթե հիշում եք, որ նրանք իրանց արտոնյալ ուրեմն ցմահ դատապարտյալները իրենք Միքայել Բարձր են, ես լավ գիտեմ, որտեվ 10 տարուց ավել ես իրենց խնդիրներով եմ զբաղվում։ Նրանց մոտ քրեական այդ բանը, այդ նայո, այդպես բաներ գոյություն չունի ոչ մեկի մոտ։ Նրանք այն գողը օրինակ որ կա այդ բանտում, ինքը իրանց վրա իշխանություն չունի որևէ կերպ։ Եվ տարբերվում են շատ ցմահները, իրենց բոլորի ում հետ դու ուզում ես խոսի, իրենք այդպես բարձր գիտակցությամբ եւ մտածողությամբ մարդիկ են։ Այդ դեպքերից հետո իհարկե ես շնորհակալություն եմ հայտնել ՄԻՊ-ը, որտեվ ես ահազանգել եմ անմիջապես, մինչև իմ գրառումը ես ահազանգել եմ ՄԻՊ-ին ու խնդրել եմ, որ անպայման գնան եւ իրանք անմիջապես իրենց կարճ բանը որ թողեցին, այդ պրես ռելիզը դեղ ասեցին, որ ոչ համաչափ ուժ է կիրառվել։ Եվ դիտորդական խումբը հետո գնաց, որ լուսանկարներ արեց, այդ էլ շատ շնորհակալություն, որ արեցին, որտեվ շատ կարիք կա, որ այդ դատապարտյալները պաշտպանվեն։ Նրանք շատ անպաշտպան են, որ այդ սպեցնազիր պատկերացնում եք թե ողջ դաժանությամբ այդ գլխակերները ոնց են հարձակվել, տեսանք ֆոտոներով, թե ինչ էին արել այնտեղ։ Պետք է ասեմ նաև, որ վարչության պետն էլ էր այցելել եւ նորմալ մարդկային զրույցներ է ունեցել դատապարտյալների հետ, Ծովինար Թադևոսյանը։ Նորանշանակ։ Այո, նորանշանակ եւ կարծեմ այսօր նախարարն այցելել, դեռ չգիտեմ այդ այցերը ինչ արդյունք կամ հետևանք կունենան։ Այո, գիտեք ինչ, նախ պետք է այդ մարդկանց 19 թվականին օրենք ընդունվեց ռեժիմի փոփոխության, որ աստիճանական փոփոխություն, փակ, կիսաբադ, որ այդ մարդիկ հնարավորություն ունենան դուրս գան։ Իրենց պետքա դուրս գան այդ մարդիկ այդ վերասոցիալականացվեն, հնարավորություն պետքա տրվի։ Եվ այդ օրենքը չի գործում։ 19 թվին ընդունել են ու հիմա 6 տարի է անցել, դեռ 4 հոգի է, որը ազատվել է այդ կալանքից։ Ցմահների մասին է խոսքը։
նրանք լրիվ պատրաստ են վերասոցիալակը դուրս գալու եւ հիմա փորձում ենք մենք էլ այդպեսով օգնել ես խոսել եմ նաեւ այդ ադմինիստրացիայի հետ որ մենք էլ պատրաստ ենք օգնել այդ մարդկանց մասին իրավաբանական աջակցություն ցույց տալ կամ ինչ որ ձևով համատեղ իրանց չպետք է մոռանալ ու թողնել ասենք այդ բանտում այդքան տարիներ մարդիկ կյանքը անցավ իրենց սա անմարդկային է ոնց կարելի է ու ես հիշում եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը տարիներ առաջ Համերբերգը, որը շատ մեծ հեղինակություն ուներ ամբողջ աշխարհում դարապես ես իր հետ զրուցել էի ցմահ-դատապարտյալների մասին, երբ որ ինքը երկու անգամ Հայաստանում եղել էր, ինքը այցելել էր։ Պատկերացնում եք, ինքը այցելել էր եւ զրուցել էր ցմահ-դատապարտյալների հետ։ Այդքան անտարբեր չէր, էլի, ինչ որ ամբողջ աշխարհում թիվ 1 վերաբերմունք կա նման մարդու իրավունքների պաշտպան, այսինքն ինքը համարվում ու այդ խնդիրները ինքը շատ մտահոգված էր, բայց դուք ոչ մի բան չեն անում։ Եվ ես երեք ինձ մի բան են ուղարկել, ես տեսա, որ նախագահը մերժել է դատապարտյալներին ներում շնորհելու, հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանի առաջ։ Իսկ ինչի եք մերժել։ Վաղը մենք այդ թեմայով ասուլիս ենք տալու։ Ասենք որևէ համաներում չի կիրառվել ոնց որ եկել է 7 տարի Նիկոլ Փաշինյանը։ Ինչով եք սա պայմանավորում։ Երբ նույն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ժամանակին ինքը համաներմամբ ազատ արձակվեց։ Իհարկե ցմահ չէր ինքը, բայց պայմանավորում։ Չգիտեմ, ես ինչով եմ պայմանավորում անտարբերության, անմարդկային վերաբերմունքի, անբացարձակ ասենք լքված են, երբ որ պետության պատասխանատվության տակ են գտնվում այդ մարդիկ։ Ես հանդիպել եմ մի պետի հետ, մի քանի տարի առաջ, քրեակատարողական հիմնարկի պետի, որը շատ քաղաքակիրթ մարդ էր, շատ է զարմացել, այսինքն ոչ թե այդ համակարգ, այլ եւ համակարգի, բայց ինքը ազատ մտածողությամբ ինքը չէր հասկանում ինչի են ցմահ-դատապարտյալները, ինչի հիմա բանտերում, ասում է, իրանք ասում է շատ նորմալ մարդիկ են, ասում է, ինչ այդ պետն էր ինձ ասում։ Հասկանալի է։ Եվ Տիկին Ալեքսանյան, դատախազությունը բացահայտումներ է խոստանում մարտի 1-ի գործով, իշխանական падգամավորները, մասնավորապես Անդրանիկ Քոչարյանը, օրերս պահանջում էր բացահայտել նաև հոկտեմբերի 27-ի գործը, որոնք 7 տարի շարունակ տեղի չունեցան այս իշխանության օրոք։ Իրատեսական համարում եք, որ այս բացահայտումները տեղի ունենան։ Դա եւս նախընտրական արշավի բաղադրիչ է, որ հիմա էլ մարտի 1 բացահայտեիր 21 թվականին էլ էին խոստանում։ Իսկ ով է հավատում, էլի, գիտեք ինչ ես իրանց այդ բանը, որպես նախընտրական, նախկինները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, ասենք դրանք չի կարա աշխատի։ Երևի էլ ֆանտազիա չունի Նիկոլը մտածի, պետք է կոնսուլտացիաներ անի, էլի։ Հույս չունեք, որ այս իշխանությանը մարտի 1-ի զեկույցն էլ ես աշխատել եմ, երբ որ Human Rights Watch-ը այստեղ այդ մենք 80 ականատես վկաների հետ ենք հանդիպել եւ մահացած ընտանիքներ ենք այցելել եւ այլն այնքան վկաներ կային ուզում եմ ասեմ թեկուզ հիմնվելով այդ զեկույցի վրա որոնք կարող են իրանք բացահայտել բայց ոչ մեկը չուզեց դա բացահայտել ասենք Պարզա Քոչարյանը ինչ չէր բացահայտելու բայց դու եկար դու բացահայտեիր ինչու չարեց Նիկոլ Փաշինյանը այս դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչով է տարբերվում Քոչարյանից կամ չգիտեմ Սերժ Սարգսյանից էլի որպես իշխանության եկած անձ ինչ պետք է աներ իսկ ինչ արեց որ դա աներ ինքը ոչ մի բան չի արել ոչ մի համակարգ չի փոխել ամենահասարակ այսինքն չունեն մի բան որ ինքը ասի որ մենք արել ենք ինչ պետք է ասես զբաղված էր միտքը Արցախը հանձնելով երևի դրա համար հասկանալի է շնորհակալ եմ Տիկին Ալեքսանյան Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք իրավապաշտպան, լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ կհանդիպենք։